Ժող այս վիդեոյում խոսելու ենք լիկվիդացիոն զոնաների վերաբերյալ, ինչ է այն, ոնց կարող ենք օգտագործել ի օգուտ մեզ ու գլոբալ հասկանանք ի վերջո ինչի համար է նախատեսված այս ամեն ինչը։ Մի փոքր հուշում, որ լիկվիդացիոն զոնաները, այսինքն այս քարտեզը, որ այստեղ տեսնում ենք, միայն աշխատում է կրիպտո շուկայում, չի աշխատում forex-ում, չի աշխատում commodities ինդեքսներում, որովհետև ի տարբերություն կրիպտոյի, որը որ բլոկչեյնի մեջ է, մնացածը տարբեր առանձին կազմակերպությունների դատա է, որը որ փակ դատա է, okay, հետեւաբար չենք տեսնում, բայց բլոկչեյնի պարագայում կարողանում ենք տեսնենք, ու ինչա սա։ Սա այն քարտեզն է, որտեղ որ CoinGlass կարող եք մտնել եւ գտնել liquidation heatmap կոչվում է, heatmap, այսինքն տաք քարտեզ, որտեղ որ մեզ ցույց է տալիս, թե որտեղ ինչ զոնաներում լիկվիդացիա կա։ Լիկվիդացիա կոչվածը կարա լինի stop loss-էր, կարա լինի ուղղակի բառից բուն իմաստով լիկվիդացիա, որ կոնկրետ դրամապանակը էլ գումար չունի դիմանալու, հետևաբար վաճառք անելու կամ առք անելու, կախված թե դեպի վերևա, լոնգա, թե շորտա։ Okay? Հիմա մենք ոնց ենք հասկանում լիկվիդացիոն քարտեզը։ Հասկանում ենք հետևյալ կերպ, տեսնում եք այս գույները որ կա, ես իրականում այստեղ իրեն ինչքան դեպի շատ ես այնքան կոնտրաստը քիչ է, ինչքան իջացնում ես, այստեղ տարբեր գույներ կա, այնքան շատ է երևում զոնաները։ Դրա համար ես դրել եմ, որպեսզի հնարավորինս պայծառ լինի զոնաները, հասկանանք թե որ զոնաներում ինչ ունենք։ Ու ինչ ունենք այս զոնաներում, տեսեք ինչքան դեղին, այնքան շատ լիկվիդացիա կա։ Օրինակ, այսպես մի քիչ իջացնենք, որ բարձ տեսնենք։ Տեսնում եք այս դեղին գույնը նշանակում է, որ այս պարագայում, այս գնի սահմանում 98973 զոնայում գնի 133 միլիոնի լիկվիդացիա կա։ Մի փոքր ներքև 154-ի կա, okay? Սա ինչ է նշանակում, որ այս զոնան մագնիսական դաշտ է market maker-ների համար, բանկերի համար, ովքեր որ ուզում են դիրքավորվեն շուկայում, օրինակ դեպի ենթադրենք ներքև, այդ զոնան շատ լավ զոնա է, որ այդից վաճառք անեն կամ առք կախված ըստ իրավիճակի, okay? Եթե ուզում եք հասկանալ ինչի համար մարդիկ գնում են լիկվիդացիոն զոնաներ, բանկերը, ապա խորհուրդ կտամ, որ նայեք ինչպես բացել դրամապանակ, փիղը սենյակում վիդեոն, որտեղ որ մանրամասն բացատրում տրամաբանությունը որն է, որ իրանք ոչ թե գնում են order book-ից են առնում, այլ գնում են հենց լիկվիդացիոն զոնայից են դիրքավորվում։ Այդ ամենը առանձին մանրամասն բացատրում, եթե հետաքրքիր է, գնացեք դիտեք։ Ժող մի փոքր ընդմիջում, որտեղ որ ուզում եմ ներկայացնեմ ձեզ մեր դասընթացի վերաբերյալ, որտեղ որ անվճար, ինչպես նաև վճարովի դասընթացներ ունենք, 0 to hero դասընթաց ունենք, որտեղ որ ամեն ինչ մանրամասն բացատրում, ամենապրիմիտիվ բանից մինչև ամենախորացված տրամաբանությունները, որպեսզի դուք կարողանաք լիարժեք պատկերացնեք թրեյդինգը ինչ բան է։ Եթե ձեզ հետաքրքիր է սա, hiketrading.am մտեք, ամբողջ ինֆորմացիան կա։ Հենց որ շարունակեցինք վիդեոն դիտել։ Բայց այստեղ ամբողջ գաղափարն այն է, որ երբ որ գինը, տեսեք, օրինակ այստեղից բարձրացավ վերև, տեսնում եք այստեղ որ լիկվիդացիա կա եւ այլն, բարձրացավ այս ամբողջ լիկվիդացիան մաքրեց, նոր սկսեց իջնել ներքև։ Իջավ ինչքան ներքև, այստեղ տեսնում եք այս դեղին գիծը, այս դեղին գիծը եկավ սրբեց, հետո քանի որ ներքևը տենց առանձնապես էլ բան չկա, բայց վերևը կա այս գծերը եւ այլն այս լիկվիդացիոն զոնաները, ինքը սենց բարձրացավ, կամած հասավ միջև այստեղ։ Տեսնում եք, այստեղ 150 քանի միլիոնանոց լիկվիդացիոն զոնաներ կա։ Ու այս զոնային երբ որ ինքը հասել է, տեսնում եք, որ եկել է ու միանգամից այստեղ super engulfing է նկարել, որը որ արդեն այստեղ ներքևը կուտակված էլի լիկվիդացիաներ կան։ Ինքը գնում է, դիրքավորվում է, էժան առնում է կամ թանկ վաճառում է, կախված լիկվիդացիոն զոնան վերևա թե ներքևը, կախված շուկան ինչ անելու, ու այս լիկվիդացիոն զոնաներից մենք ինչ կարող ենք հասկանալ, որ
Այն պահին, երբ որ ներքևի լիկվիդացիա է մաքրում, հիմնականում շուկան շրջադարձանում դեպի վերև։ Եթե օրինակ այստեղ հա բարձրացավ վերև, շուկան ինչ անելու շրջադարձանելու դեպի ներքև։ Ու այստեղ պետք է հասկանանք ինքը արդյոք ուժ ունի եւ կարիք, որ շարունակի վերևի լիկվիդացիոն զոնաները նույնպես գնա մաքրի։ Ու այդ կարիքը շուկանա թելադրում է ընդհանուր գլոբալ իրավիճակը շուկայական, հա, այսինքն եթե ամբողջ աշխարհում դրականա տրամադրվածությունը կոնկրետ մի ակտիվի վերաբերյալ, օրինակ այս պարագայում բիթքոյնը, ապա բարձրանալու կամ իջնելու է։ Իսկ երբ որ մենք տեսնում ենք բարձրացող կամ իջնող, պարտադիր մենք այդ ուղղությամբ ենք փորձելու գործարք անել։ Հիմա տեսեք, երբ որ այս զոնան ինքը եկել է մաքրել է, մենք կարող ենք գնալ բիթքոյնի գրաֆիկական պատկերը բացել եւ այստեղ հասկանալ լավ։ Եթե բարձրացել է այս զոնան, մենք ինչ կարող էինք անել։ Մենք կարող էինք պարզապես այս զոնայում գործարք բացել դեպի ներքև։ Թե դա ոնց է բացվում գործարքը եւ այլն, ինչ entry ձևաչափեր ունենք, դա առանձին վիդեոյում կնկարագրեմ, կներկայացնեմ, բայց այստեղ օրինակ եթե դիտարկում ենք 1 րոպեանոց լոգիկան, ապա մենք կարող ենք ասել, որ այստեղ shift-ի զոնա ունենք, որը որ shift-ի զոնային, երբ որ ինքը միանշանակ այստեղ հաստատում է, որ ի վերջո ներքև է իջնելու, կոնկրետ ժամային գոտին այստեղ մի փոքր ժամը 5-6-ն է առավոտյան Asian ասիական սեսիա այդքան լավը չի, բայց զուտ որպեսզի դուք պատկերացնեք, այն պահին, երբ որ ինքը այստեղ հաստատեց, որ իջնում եմ ներքև, մտավ զոնա, այստեղից ինքը սկսել է իջնել ու այստեղ մենք ռեալ գործարքի հնարավորություն ունենք, որը որ մենք ինչ ենք անում, մենք անում ենք հետևյալը, որ 1 րոպե չէ, 1 րոպեանոցով մուտքն է, բայց առաջին իսկ մեր լիկվիդացիոն ռեալ զոնան սա է, օրինակ, սա է, հետևաբար մենք այստեղ կարող ենք 1-4-ի գործարք բացել։ Միջև այստեղ ներքևը ինքը հնարավորություն ունի իջնելու, որովհետև եկել է մաքրել է 73000, 73000 կարող ենք գալ այստեղ, տեսնել արդյոք 73000-ի սահմաններում ինչ-որ մի բան ունենք, ու այո, տեսեք, 72300, 400 եւ այլն, հա, այս զոնան, այս դեղին զոնան միանշանակ գալու է մաքրի, հետևաբար դուք հանգիստ կարող եք դիտարկել, օքեյ, ես 73000 միջև բան կանեմ, որտեվ այստեղ մեծ քանակի լիկվիդացիա կա։ Ժող, եթե դուք ցանկանում եք պրոֆեսիոնալ թրեյդինգով զբաղվել, ցանկանում եք պրոֆեսիոնալ դասընթաց թրեյդինգային ունենալ, ապա լավ լուր ունեմ, որովհետև շուտով խմբային դասընթացները մեկնարկում է մարտի կեսերից եւ խոսելու ենք ամենապրիմիտիվ բաներից մինչև ամենախորացված կոնցեպտների վերաբերյալ։ Okay? Շատ կարևոր բան եմ ուզում ձեզ ասել, որ ոչ մի դեպքում մենք գործարք չենք բացելու սովորելու ընթացքում։ Սովորելու ընթացքում մենք միայն ու միայն սովորելու ենք։ Ոչ մի էմոցիոնալ կտոր չի լինելու, որտեղ որ հետո դուք կխառնվեք իրար եւ այլն, զուտ մկանային հիշողություն ենք զարգացնելու, որտեղ որ հասկանալու ենք գաղափարը, զարգացնելու ենք գաղափարը, ու հենց որ պատրաստ լինեք, նոր միայն այդ ժամանակ գործարք եք բացելու եւ փորձելու եք փող աշխատել։ Մինչեւ այդ պահը ոչինչ չի լինելու, որովհետեւ ինձ պետքա որ դուք սովորեք, ոչ թե ինձ պետքա որ դուք փող կորցնեք կամ էմոցիոնալ թրեյդինգով զբաղվեք։ Հենց որ եթե սա ամենը ձեզ հետաքրքիր է, կապվեք ինձ հետ եւ մանրամասն կխոսենք։ Ձեզ լավ օր։ Լիկվիդացիան նաև ոչ միայն heatmap-ով ենք մենք դիտարկում, այլ նաև դիտարկում ենք trend line-ով։ Ինչի համար, որովհետև ցանկացած պրոֆեսիոնալ trader այստեղ պարտադիր ստոպեր է շարելու։ Այստեղ եւ այս զոնան market maker-ի համար ինչա իդեալական պատկեր է, որպեսզի գնա եւ այս ստոպերը մաքրի, ու եթե շուկան որոշել է վերև բարձրանալ, պարտադիր կգա այս զոնան կմաքրի, որից հետո
նույնպես կկարողանա շարունակել վերև բարձրանալ, այս պարագայում 1-8-ի գործարք դուք կկարողանայիք դիտարկել, դեռևս կեսնա գնացել, 1-4-ի միգուցե, բայց եթե համբերատար լինեք 4.5-ի, բայց եթե համբերատար լինեք, հանգիստ կարող եք մինչև այս զոնան դիտարկել, որ կիջնի ու հավանաբար կիջնի այն ժամանակ, երբ որ kill զոնայում լինի, kill զոնան էլ մոտավորապես այստեղ է լինելու ժամը 4-ից 8-ն ընկած հատվածում, այստեղ ես ակնկալում եմ, որ այսինքն ինչ-որ մի բան կանի, այստեղ մանիպուլացիա կանի ու միանգամից կիջնի ներքև, որից հետո շատ հավանական է, որ նույնպես բարձրանա ու շարունակի վերև, մաքրելուց հետո, okay, այսինքն այստեղ այս լիկվիդացիոն տրամաբանությունը, քարտեզը մեզ շատ լավ կարա օգնի, օգտակար լինի, որ հասկանանք շուկան ի վերջո որ ուղղությամբ կգնա ու ինչի համար կգնա, okay, ինչի համարը ստեղ գլխավոր բանալի բառն է։ Հենց որ հուսով եմ սա ձեզ համար պարզ էր, հասկանալի ինչ-որ չափով ու հուսով եմ կկարողանաք օգտվեք։ Ձեզ լավ օր, կհանդիպենք հաջորդին, հաջողություն։